Նշանակում է մի բան, որ հանրապետության նախագահ Հայաստանի իշխանությունները, հանրապետական կուսակցությունը ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ ու նաև քննադատության։ Նշանակում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, որ իշխանության նպատակն է երկխոսության միջոցով քննարկել եւ լուծել երկրի առջեւ ծառացած կարևորագույն խնդիրները։ Եվ այս հարցազրույցի ամենակարևորագույն կետը կայանում է հետևյալում, երբ որ հանրապետության նախագահը նշեց, որ մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը, որպեսզի հասնել երկրի զարգացման։ Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը, քաղաքական իշխանության ղեկավարը, անկախ ընդդիմության կողմից հնչեցված քննադատության որոշ դեպքերում նաև ոչ կոռեկտ արտահայտությունների չափաբաժնից, մի կողմ է դնում իր անձնական եւ կուսակցական շահը եւ առաջնորդվում է պետական շահով, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ եթե մենք ուզում ենք հաջողենք, մենք պետք է օգտագործենք ոչ միայն հանրապետական կամ կոալիցիոն կամ իշխանական գաղափարները կամ միտք, այլ նաև պետք է սնվենք եւ լսենք մեր գործընկերների կարծիքը։ Եվ հիմա ստացվել է մի իրավիճակ, երբ մեր կառավարության գործընկերները մանրամասն պատասխանել են մեր ընդդիմադիր գործընկերներին, մեր ընդդիմադիր գործընկերները բավարարված չեն, ավելին մեղադրում են իշխանություններին, որ մենք ունենք մերժողական մոտեցում, մենք ամեն ինչ վիժեցնում ենք եւ դրանից ելնելով նաեւ հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շանս է տալիս երկխոսության, եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս եւ ասում է, որ մենք իշխանություններս, մենք հանրապետականներս կողմնակից ենք երկխոսության, եկեք գտնենք շփման եզրեր, եկեք գտնենք ընդհանուր եզրեր, ոչ թե կամուրջները այրելու ճանապարհով գնանք, այլ եթե տազեկու կետի մեջ թեկուզ կամ մեկ կետ, որը կարելի է իրականացնել, փորձենք կառուցել ճանապարհային քարտեզ եւ առաջ շարժել, որովհետեւ ինչպես նախկինում, հիմա էլ հանրապետականի կարծիքը մեկն է եղել։ Մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք եւ ցնցումներով, իրար հայհոյելով, իրար մեղադրելով մեր ժողովրդի խնդիրները չեն լուծվելու։ Պարզապես մի ձեռքը ծափ չի տալիս, մենք եւս մեկ անգամ մեր քաղաքական կամքը եւ պատրաստակամությունն ենք ցուցաբերում եւ սպասում ենք, որ նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները իրենց երկրորդ ձեռքը կմեկնեն, քանի որ խնդիրը ոչ թե այստեղ այն է, որ հանրապետականն արեց, թե Բարգավաճը, թե ՀԱԿ-ը, թե օրինաձիգը, թե Ժառանգությունը, թե ՀՅԴ-ն, այլ որ բոլորս գտնում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն։ Հիմա մենք ասում ենք, որ հնարավոր չէ այս փուլում, նրանք ասում են հնարավոր է, ասում ենք եկեք նստենք, քննարկենք, ճանապարհային քարտեզ գծենք, մշակենք, նայենք, տեսնենք ինչպես կարելի է անել, որ օր առաջ այդ խնդիրները լուծել, որովհետև մենք պատրաստական ենք, մենք պատրաստ ենք լսելու, մենք ունենք լսելու կարողություն։ Մենք չենք ասում, եթե ՀԱԿ-ն է ասում, ուրեմն ՔԽ, եթե Բարգավաճն է ասում, ուրեմն ՔԽ։ Մենք ասում ենք, բերեք նստենք եւ քննարկենք